Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության եթերում Եղեցի Լույս հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Տեխնիկական պատճառներով մենք ուղիղ եթերում չենք, ուստի չի գործի նաև ուղիղ հեռախոսակապ, ինչի համար ներողություն ենք խնդրում։ Հաղորդումը ինչպես միշտ եթեր է հեռարձակում Շիրակի թեմի առաջնորդանի հովանավորությամբ եւ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապայանի անմիջական մասնակցությամբ Աստվածօգնական Սրբազան հայր։ Սրբազան հայր, ինչ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան նախորդ երկու շաբաթների ընթացքում։ Կարևոր իրադարձություններ միշտ պետք չէ այդ կարևոր բառը օգտագործել, որովհետև մենք մեր առօրյա գործերի մեջ ենք, ամեն ինչն էլ կարևոր է, բայց այդքան միշտ պետք չէ կարևոր բառը շեշտել։ Անշուշտ անցած շաբաթվա անցած երկու շաբաթների կարևորագույն իրադարձությունը Խաչվերացի տոնակատարությունն էր, որ կատարեցինք, նշեցինք, Խաչվերացին, Սուրբ Նշան եկեղեցում պատարակեցինք, քարոզեցինք, ես երեկոյան կենտրոնական հրապարակի վրա խաչով թափոր եղավ եւ խաչի նշանով օրհնեցինք Շիրակ աշխարհի 4 կողմերը, ուրեմն կիզակետը անցած երկու շաբաթների իրադարձությունների բնականաբար Խաչվերացի տոններ 5 տաղավար տոներից վերջինը տարվա, որով եզրափակվեց մի տեսակ տարվա հիմնական տոնակատարությունը եւ հաջորդ մեծ տոնը արդեն կլինի Սուրբ Ծնունդը, մեծ տոնը, այսպես ասած, տաղավար տոնը։ Կիրակի օրը 21-ին նախատեսում էինք այցելել Քարաբերդ, բայց այդ այցելությունը հետաձգվեց, որովհետեւ այսօր սեպտեմբերի 21-ին անկախության տոնի հետ կապված որոշակի արարողություններ կային եւ Մայրաթուր Սուրբ Էջմիածնում եւ Երևանում, որին վեհապարը հանձնարարեց, որ մենք մեր մասնակցությունը բերենք, ուստի չկարողացանք ուրեմն Քարաբերդ այցելել եւ մեկ ուրիշ անգամ ուրիշ հարմար առիթի հաջորդ որևէ մի կիրակի օր կայցելենք։ Այսօր Սրբազան հայր, սիրելի հեռուստադիտողներ, այսօր առաջարկում եմ զրուցել հավատի, Աստծո առաստված ունեցած հավատի եւ թերահավատության մասին։ Ժամանակ առ ժամանակ երևի բոլորս էլ նկատում ենք մեր մեջ հավատի ջերմեռանդություն եւ նաեւ ժամանակ առ ժամանակ թուլացում։ Այս մասին այսօր առաջարկում եմ զրուցել, երբ է նախմաշտի մեջ ձևավորվում հավատը առ Աստված։ Հավատքը գիտակցված հավատքը մարդու մեջ ձևավորվում է որոշակի տարիքում, որոշակի ուսուցման հետևանքով, բայց հավատքը, անգիտակցական հավատքը ծնվում է մարդու հետ։ Մարդը ծնվում է պաշտելու անտունակությամբ եւ ունակությամբ։ Ցանկացած մարդ հակված է, իր մեջ դրված է այդ պաշտելու ցանկությունը, իրենից վեր արարչի գտնելու եւ պաշտելու ցանկությունը իր մեջ դրված է, հետեւաբար ցանկացած մարդու մեջ տակա։ Անաստվածների մեջ էլ կա, ովքեր որ Աստծուն չեն պաշտում, ուրիշ մի բան են պաշտում, ինչպես մեր անաստված հասարակությունը ժամանակին Աստծուն չէր պաշտում, Սիմբիրսկ քաղաքում ծնված ինչ-որ մեկին էր պաշտում, այսինքն ինչ-որ մեկին անպայման պաշտում է, մարդը հակված է այդ պաշտամունքին, հետեւաբար մարդը ծնվում է այդ հավատքով, անգիտակից, չգիտակցված հավատքով, որը տարիքի որոշակի ընթացքում տարբեր մարդկանց մոտ տարբեր հասակում գալիս է գիտակցական հուն, գիտակցված հուն։ Ոմանց մոտ անշուշտ մնում է այդ սաղմնային վիճակում, ովքեր չեն կարողանում գտնել կենտանի Աստծուն եւ իրենց հավատքի դրսեւորումները արտահայտում են երկրի մեջ, երկրային կյանքում։ Բայց հավատքը մարդու հետ է ծնվում։ Սրբազան հայր, իսկ ինչով է պայմանավորված այն, որ այս հավատքը մեկ ուժգնանում է մարդու մեջ, մեկ ավելի թուլանում։ Դա արդեն գիտակցական մագարտագից է, Աստված ճանաչողության մագարտագից է, որքանով է մարդը Աստծուն ճանաչել, որքանով է մոտեցել Աստծուն։ Լիակատար Աստված ճանաչություն ունեցող մարդը, այո, նույնպես ունենում է թերահավատության պահեր։ Դրանք արդեն թերահավատության պահեր չեն այն իմաստով, ինչ իմաստով երբեմն կարելի հասկանալ, այլ ուղղակի որոշակի անվստահության պահեր են, երբ որ մտածում ես, կարծես ինչպես Քրիստոս խաչի վրա կարծես իրեն լքված զգաց, չէ՞, երբ ասաց Աստված իմ ընդեր թողեր զիս։ Ուրեմն լինում են ցանկացած մարդու մոտ այդ պահեր, այդպիսի պահեր, երբ մարդ մենակ է զգում իրեն։ Բայց դա պահեր են, չի կարելի ուրեմն այդ թերահավատության պահերը դարձնել այնպիսի միջափանիշ, որով կարող լինի բնութագրել մարդուն։
Հետևաբար այդ թերահավատության պահերը մարդկային կյանքի սովորական արդահայտություններից բխող հետևանքներ են, որոնցից գիտակցված հավատացյալը, բարձր գիտակցություն ունեցող, Աստված ճանաչություն ունեցող հավատացյալը շատ ձերբազատվում է։ Իսկ նրանք, ովքեր մի տեսակ տգար են իրենց հավատքի մեջ, կարող են նաև անկում ապրել։ Ճիշտ այստեղ տեղին է ուրեմն Հիսուսի սերմնացանի առագը հիշել, թե ինչպես սերմը մեկը ժայռի վրա ընկավ, մեկը ճանապարհի եզրին ընկավ, մեկը փշերի մեջ ընկավ եւ մեկը պարարտ հողի մեջ ընկավ։ Ուրեմն նայած թե ում մոտ հավատքը ինչպիսի պտուղներ է տվել եւ հավատքը ինչպիսի արդյունք է տվել եւ ինչպիսի պայմանների մեջ է զարգացել։ Այնպես որ ցանկացած մարդ, այո, հակված է երբեմն թերահավատության, բայց դա պայման չէ։ Ցանկացած մարդ այդ թերահավատությունից կարող է դուրս գալ, վերականգնել իր հավատքը եւ այստեղ հավատք ասելով պարզապես մեկ անգամ եւս պետք է շեշտեմ, որ չի կարելի հասկանալ, ոմանք այդպես են հասկանում, չի կարելի հասկանալ հավատք Աստծո գոյության վերաբերյալ։ Ոչ թե պետք է հավատալ Աստծո գոյությանը, այլ պետք է հավատալ Աստծուն։ Սրանք տարբեր բաներ են։ Շատ հաճախ այդ հավատք ասելով թյուրիմացաբար հասկանում են Աստծո գոյությանը հավատալը։ Դա հավատք չէ։ Դա գիտելիք է, որ ասենք գիտես, որ Աստված գոյություն ունի։ Այնինչ հավատալ Աստծուն, սա լրիվ ուրիշ մագարտակ է եւ ավելի բարձր մագարտակ է, քան հավատալ Աստծո գոյությանը չճանաչելով նրան։ Հավատալ Աստծուն նշանակում է ճանաչում ես, գիտես։ Եվ որպես այդպեսին վստահում ես։ Սրբազան հայր, երբ նոր ես դառնում առ Աստված, ավելի հեշտ է, ավելի գրավիչ է, բայց երբ այս կյանքից վերադառնում ես նախկին կյանքին, դժվար է նորից առ Աստված վերադառնալ, չէ՞, ավելի դժվար է լինում։ Չգիտեմ կոնկրետ ճիշտ հասկացա ինչ եք ուզում ասել, բայց կարծում եմ, որ խոսքը վերաբերում է այն բանին, որ ասենք հավատքի երբ որ մարդ դառնում է, կարծես սկզբում ուրախություն է ապրում եւ հետո առաջին փորձություններից հետո ուրեմն սկսում է տգարանալ։ Դա դարձյալ նույն սերմնացանի առագի հետ կապված ուրեմն խնդիրն է, չէ՞, փշերի մեջ ընկածը, որ աշխարհի հոգսերը գալիս եւ խեղդում են, ուրախանում են, բայց հետո աշխարհի հոգսերը խեղդում են։ Ուրեմն դա հավատքի ցածր մագարտակից է, երբ որ մարդը հավատքի է գալիս, սկզբում ուրախանում է, ցնծում է, իբրև մի լավ բան գտած իրողություն, եւ հետո առաջինից դժվարության ժամանակ հիասթափվում եւ հուսալքվում է։ Սա նշանակում է չի հասել գիտակցական բարձր մագարտակին։ Ինչին է վերաբերում դա, որ Աստծուն հավատալ եւ Աստծուն վստահելը չի նշանակում, որ մենք մեզ դնում ենք մի վիճակում, երբ որ բացարձակապես անվտանգ ենք, բացարձակապես անվնաս ենք, մեզ ոչինչ չի սպառնում, մեզ ոչ մի խնդիր չկա, մեզ ոչ մի դժբախտություն չի կարող պատահել, մեր զավորներին ոչ մի դժբախտություն չի կարող պատահել եւ այլն եւ այս աշխարհում երանության մեջ ենք, այդպես չէ։ Ուրեմն Աստծուն գտնելը եւ Աստուծով լինելը դա նշանակում է լինել նաեւ դժբախտության մեջ, լինել նաեւ ծայրահեղ կարիքի մեջ, լինել նաեւ ծայրահեղ թշվառության մեջ, բայց լինել Աստուծո հետ։ Եվ այդպիսի մարդիկ եղել են միշտ, որոնք այդ ծայրահեղ կարիքի եւ թշվառության մեջ են գտել Աստծուն եւ Աստուծո ողորմությունը։ Եվ հավատքի բարձրագույն դրսևորումը այդ է, երբ որ կապված չէ երկրային իրադարձությունների հետ։ Դրա համար այդպիսի ուրախություն, ժամանակավոր ուրախություն եւ հետո հուսահատություն ապրում են նրանք, ովքեր ցանկանում են Աստուծո ողորմություն այս երկրի վրա, այս կյանքում գտնել, այսինքն իրենց ապահովել ամեն տեսակ չարիքներից, որոգայթներից, բանսարկություններից եւ կարծես մի տեսակ վահան որպես օգտագործել աստվածային ողորմությունը, այդպես չէ։ Աստվածային ողորմությունը ոչ միայն այս երկրի համար է, այլ առավել եւս մյուս երկրի համար է, մյուս աշխարհի համար։ Հետևաբար մարդը Աստծուն փնտրում եւ գտնում է ոչ թե ինչ-որ բան շահելու ակնկալիքով, այլ որովհետեւ դա իր կենսաձևն է, չի կարող ապրել առանց Աստծո։ Իսկ Աստծուց դուրս կան նաեւ չար ուժեր, որոնք պետք է խաթարեն, խափանեն, չթողնեն, որպեսզի ինքը Աստծուն մոտենա։ Դրա համար գիտակցական բարձր կարգի հավատքը ամեն տեսակ դժբախտության, ամեն տեսակ դժվարության մեջ էլ չի բաժանվում Աստծո սիրուց։ Սրբազան հայր, ինչ պետք է անի հավատացյալը, եթե տկարացել է իր հավատը։ Եթե իր հավատը տկարացել է, պիտի դիմի նրան, ով ավելի զորավոր է հավատքով, եւ
նրանից սովորի կամ պիտի դիմի ավետարանին, Աստվածաշունչին, ընթերցի Աստվածաշունչը եւ այնտեղ գտնի իրեն հուզող հարցերի պատասխանները կամ իրապես պետք է գտնի իրենից ավելի զորավոր հավատք ունեցող մեկին, որովհետեւ նա կարողանա իրեն պահել այդ հավատքի ճանապարհի վրա։ Հավատքի տգարության պահեր բոլորն էլ ունենում են, ինչպես ասենք, թերահավատություն։ Կան մարդիկ թերահավատությունից գուցե հասնեն անհավատության, բայց անհավատությունն էլ հավատքի դրսևորում է դարձել։ Իսկ եթե մարդը գիտակցում է, որ չպետք է հասնի դրան, ուրեմն պետք է փնտրի մեկին, որը ավելի զորավոր եւ ավելի հզոր հավատք ունի։ Եվ այդպիսի զորավոր հզոր հավատք ունեցողները հաճախ, եթե ոչ միշտ, կարիքի մեջ եղող, ծանր դժբախտության մեջ եղող մարդիկ են, որոնց ուղղակի հավատքը շշմեցնում է եւ զարմացնում է։ Թե ինչպես կարող է մարդը ընդհանրապես այդպիսի դժվարության, այդպիսի նեղության, այդպիսի տգարության պայմաններում ունենալ հզոր հավատքի դրսևորում։ Ես ինքս իմ կյանքում ուրախությունն եմ ունեցել նման մարդկանց ճանաչելու, որոնցից ես հավատքի դասեր եմ քաղել։ Սրբազան հայր, այս տկարացած վիճակներում շատ հաճախ Աստվածաշունչը նույնիսկ դառնում է անհասկանալի, անըմբռնելի։ Այս պարագայում ինչ պետք է անել։ Դե դրա համար ես ասի, որ այդ Աստվածաշունչը ընդունելու եւ ընկալելու սեփական կարողությունը չունի, պետք է դիմի հավատքով զորավոր մեկին, որ տեսանելի երևում է, որ հավատքով ավելի զորավոր է, որովհետեւ շատ ավելի ծանր փորձությունների միջով է անցել, քան ինքը, եւ այդ ծանր փորձությունների միջով անցնելով հավատքը չի կորցրել, այլ հավատքը զորացրել է։ Այս խոսքերը վերաբերում են նաեւ աղոթքին, եթե մարդ չի կարողանում նաեւ աղոթք անել։ Հետո կարածած վիճակում շատ հաճախ պատահում է, որ աղոթքը չի ստացվում։ Այո, անշուշտ։ Կեղծավոր է մի տեսակ լինում։ Այո, անշուշտ, պետք չէ շուրթերով աղոթել։ Աղոթքի մի քանի դրսևորումներ կան, չէ՞։ Առաջինը շրթերով աղոթքն է, որը պարզ արդասանություն է, որը կարող է օգտակար լինել, բայց կարող է նաեւ օգտակար չլինել, եթե բացարձակապես միայն շուրթերից է բխում։ Հաջորդը դա մտքի աղոթքն է, երբ որ մարդ մտքով արդեն նվիրվում է, կենտրոնանում է եւ աղոթում է, բայց ամենաբարձրագույն դրսևորումը աղոթքի դա հոգու աղոթքն է։ Եվ որ հոգին, մարդու հոգի մշտական աղոթական վիճակի մեջ է։ Ոչ թե միտքն է աղոթում, ոչ թե ինքը կենտրոնանում է աղոթքի վրա, ոչ թե շուրթերն են աղոթում եւ իր միտքը զբաղված է ուրիշ բանով, այլ ուղղակի իր հոգին մշտական աղոթական վիճակում է։ Սա աղոթքի բարձրագույն դրսևորումն է, որին շատերը չեն հասնի եւ շատ քչերն են հասնում։ Բայց ուրեմն պետք է աղոթական գոնե մտքի կենտրոնացմանը պետք է անպայման հասնել։ Ինչու՞, որովհետեւ միտքը ամենահիմնական այն տեղն է, որը ամենաշատ հարձակման է ենթարկվում սատանայի կողմից։ Ամենից շատ հարձակման է ենթարկվում սատանայի կողմից։ Դրա համար մտքի կենտրոնացումը աղոթական վիճակի շուրջ շատ կարեւոր է։ Եվ եթե մարդը չի կարողանում աղոթել, ուրեմն պիտի փորձի կենտրոնանալ այդ աղոթքի վրա։ Եթե չի կարողանում, միտքը զբաղված է եւ այլն, ուրեմն կարող է մի բարի գործ անել։ Բարի գործն էլ է աղոթք։ Լատինական առածը ասում է, որ բարի գործը դա աղոթք է կամ աղոթքը ինքը չի կարող միայն աղոթք լինել, ինքը վերածվում է բարի գործի։ Այնպես որ այդ վիճակը պետք է չկորցնել։ Պարզապես պետք չի անպայման շուրթերով աղոթել։ Շուրթերով աղոթքը շատ բան չի փոխում մարդու կյանքում, այլ մարդու ներքին կենտրոնացում աղոթական վիճակի շուրջ այդ ներքին կենտրոնացումն է անհրաժեշտ։ Եվ եթե մարդը չի կարողանում այդ ներքին կենտրոնացումը ապրել, ուրեմն պետք է դիմի մեկին, որը կարողանա իրեն օգնել այս հարցում։ Սրբազան հայր, իսկ կանչվածների համար ինչ կարող եք ասել։ Արդյոք կարելի է համարել, որ եթե մարդը կանչված է, ապա իրենից որևէ ջանք չի պահանջվում։ Ում կողմից է կանչված։ Աստծո կողմից է կանչված։ Եթե Աստծո կողմից կանչվածները, դրանք շատ հատուկ են ազնվորություններ են, ինչպես ասենք Պողոս առաքյալը, չէ՞, որ հագարակ իր կամքին կանչվեց։ Ինքը այսպես թե այնպես կանչված է։ Աստված այո կանչում է, ընտրում է, բայց դարձյալ մարդու ազատությունը մնում է, մարդու ազատությունը չի խլվում։ Տեսեք, Աստվածաշնչից շատերը կային, որ կանչվեցին։ Սավուղը կանչվեց, կորցրեց, Դավիթը կորցրեց, Սողոմոնը կանչվեց, կորցրեց, Սամսոնը, շատ կարող ենք, Հուդան ամենավերջում կանչվեց, բայց կորցրեց։ Այսինքն կանչվելը չի նշանակում, որ երաշխավորված է այդ անձնավորությունը եւ չի կարող որևէ սխալ գործել, սայթակել, սխալի մեջ ընկնել եւ կորցնել այդ կանչը։ Կանչված լինելը շատ ավելի մեծ պատասխանատվություն է, նշանակում է, որ դու առավել եւս իրավունք չունես սայթակելու։ Իսկ ինչ կերպ է երևում այս կանչված լինելը։ Կանչված լինելը դա
հաճախ պետք չի, որ յուրաքանչյուր մեկը հայտարարի, որ ինքը կանչված է ընդհանրապես մեր իրականության մեջ կան այսպիսի երևույթներ, հաճախ մեր քաղաքում այդպիսի կանչվածներ ճակերտավոր հանդիպում ենք, բայց կանչը չի լինում նրա համար, որպեսզի մարդը ինքն իրեն փառավորի։ Կանչը լինում է նրա համար, որպեսզի ծառայությամբ Աստուծո ճանապարհով ընթանալով ծառայությամբ ինչ-որ բան կարողանաս անել։ Այսինքն Աստծո կամքը կատարես, ուրիշ ոչ մի կանչվածը ուրիշ որևէ մեկ առաքելություն չունի, եթե ոչ Աստուծո կամքը կատարելու։ Իսկ Պողոսը երբ որ կանչվեց, բացարձակապես ոչ փառավորվելու, ոչ փառավորելու ինքն իրեն խնդիր չուներ, այլ ինքը կանչվեց Աստուծո կամքը կատարելու։ Հիմնական արդահայտությունը այդ իմաստով պետք է երևա, որ նա կատարում է Աստուծո կամքը, ոչ թե իր կամքը, ոչ թե իր իրեն փառավորելու ցանկությունն է մղում իրեն, այլ Աստուծո կամքն է կատարում։ Եվ նաև պատրաստ է նահատակության դրա համար։ Իսկ այն բանը, երբ մարդու մեջ հավատ է արթնանում, արդյոք դա կանչ չէ։ Անշուշտ հավատքի կայծերը նույնպես կանչ են։ Եվ դա հենց դա այնն է, ինչի մասին որ ի սկզբանե ասացի, որ մարդը ծնվում է այդ հավատքով։ Այսինքն մարդը ծնվում է Աստուծո ներկայությամբ։ Իր մեջ Աստուծո ներկայությամբ է ծնվում։ Հետո կարող է կորցնել, կարող է չկորցնել, կարող է զորացնել, կարող է տկարացնել այդ Աստուծո ձայնը, Աստուծո հավատքը, որ իր մեջ նստած է։ Եվ երբեմն այո, անշուշտ Աստված բորբոքում է այդ հավատքը։ Ինքը միջամտում է, Աստված բնականաբար հերու չէ մեզանից, այլ մեր յուրաքանչյուրի կյանքում ներգործում է եւ շատ հաճախ այո Աստված բորբոքում է այդ հավատքի կայծերը մեր մեջ, որովհետեւ մենք բոցավառվենք։ Այս կանչը լինում է նաեւ եղբոր կամ հոգեվոր քրոջ կամ մեծավորի շուրթերով, այսինքն երբ կամ արաշկով կամ քայլով տեսնում ես ազդվում է, սգվում է։ Այո, ինչու՞ չէ։ Դա կանչը կարող է լինել ոչ թե պարզապես պարգեշտ հավատացյալի կողմից կամ շուրթերով, այլ կարող է լինել ամենավերջին անառագի շուրթերով։ Ամենավերջին անառագին էլ կարող է Աստված օգտագործել իր կամքը կատարելու, ամեն մի մարդ Աստուծո համար արժեք է։ Եվ Աստված կարող է ամենահետին մարդուն, չէ, կանչել։ Ավետարանում գիտենք, չէ, Քրիստոս անբարոյական կանանց էլ փրկեց, քաշեց, բերեց։ Մաքսավորներին, որ բոլորի կողմից արհամարված էին, կանչեց, ված չզգաց իրեն։ Եվ Սրբազան հայր, մի հարց էլ, ինչ անել, երբ պետք է խնդրես Աստծո կամքը, բայց քո սիրտը այլ բան է թելադրում, բայց դու գիտես, որ քո սրտի թելադրանքը խնդրել պետք չի։ Դա քո սրտի թելադրանքը չի արդեն, դա սատանայի սրտի թելադրանքն է, եթե հագարակի Աստուծո կամքին։ Աստուծո կամքին հագարակ որևէ բան, դա քո թելադրանքը չպետք է լինի, այլ քո մտածումների, որոնք հաճախ սատանայի իշխանության ներքո են գտնվում։ Չի կարող մարդը գիտակցաբար Աստուծո կամքին հագարակ գնալ, եթե սատանայի իշխանության տակ չէ, չէ։ Պողոս Արաքյալն էլ ասում է, չէ, ոչ թե ես եմ մեղք գործում, այլ իմ մեջ եղած մեղքն է, որ գործում է։ Այնպես որ եթե մարդը գիտի Աստուծո կամքը, չի կարող հագարակ գնալ Աստուծո կամքին։ Եվ եթե գնում է գիտակցաբար հագարակ Աստուծո կամքին, ուրեմն ինքը իրեն տրամադրում է ուրիշ ուժերի, սատանայական ուժերի, դիվային ուժերի։ Եվ դա արդեն իր կամքը չէ, կամ իր մարմնի կամքն է ընդամենը, կամ իր ցանկություններն են, որոնք իշխանության տակ են սատանայի։ Սրբազան հայր, այսպեսով ամփոփելով այս թեման, ինչ խորհուրդ կտաք, ինչ պատգամ կտաք այն հավատացյալներին, որոնք այս բանին հոգեպես հավատքը տկարացած են, հոգեպես թույլ վիճակում են։ Պատգամը շատ հստակ է, շատ հստակ է եւ այստեղ խնդիր չկա։ Պետք է ամուր բռնել ամեն դեպքում, ամեն ցանկացած փորձության եւ ցանկացած հիասթափության, ցանկացած հուսախաբության, ցանկացած փորձության մեջ պետք է ամուր բռնել Աստուծո այսպես ասած ժողովրդական լեզվով ասած փեշերը։ Աստծո փեշը պետք չի բաց թողնել։ Դա հավատքի ամենահիմնական, ամենակարևոր դրսևորումն է։ Ինչի մեջ էլ որ լինենք, պետք է անպայման կարճենք Աստծուց եւ նրա ողորմությունը հայցենք, ուրիշ բան չունենք այս աշխարհում, ուրիշ կռվան, ուրիշ հենակետ չունի մարդը, բացի այդ Աստուծո ողորմությունը բռնելուց։ Բոլոր այս հենարանները, աշխարհիկ հենարանները ժամանակավոր անցողիկ են, փառք, հարստություն, դիրք, ընկերներ եւ այլն, բոլորը անցողիկ են։ Միակ բանը, որ հավերժական է, դա Աստուծո ողորմությունն է, որից պետք չէ բաժանվել։ Կարելի է տգարանալ, կարելի է թուլանալ, կարելի է մեղք գործել, չեմ ասում պետք է մեղք գործել։ Այսինքն մարդը
մեղանչական է, կարող է ընկնել, բայց այդ ամենախորը ընկնելու պարագային էլ հուսահատության մեջ չպետք է ընկնի, այլ պիտի բռնի Աստծո փեշը։ Շնորհակալություն Սրբազան հայր, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Ցայք հեռուստաընկերության եթերում Եղեցե լույս հաղորդաշարի հերթական թողարկումն է, թողարկումը ոչ ուղիղ եթերում, ուստի չի գործում նաև հեռախոսակապ եւ հարցեր ստանալու հնարավորություն չունենք, սակայն մենք ունենք նախորդ ստացված հարցեր, որոնք այժմ ուզում եմ առաջադրել։ Սրբազան հայր, ճիշտ է, որ եկեղեցին կազմակերպում է օգտագնացություն Հայաստանի վայրերով։ Այո, երբեմն կազմակերպում ենք օգտագնացություն մեր երիտասարդների համար, կամ մեր հավատացյալների համար, կամ մեր ուսանողների համար, կամ մեր աշխատակիցների համար։ Այո, կազմակերպել ենք, միշտ էլ կազմակերպել ենք եւ կազմակերպելու ենք։ Այս տարի երևի թե արդեն փակենք այսպես ասած օգտագնացությունների շրջանը, որովհետեւ բավական շատ օգտագնացություններ կազմակերպեցինք եւ բավական ծախսալից այդ իմաստով։ Մյուս տարի, այո, դարձյալ գարնան հետ կսկսենք։ Ինչ պետք է անել մատաղի ոսկորները։ Սա այնպես պրոզայիկ հարց է հիմնականում, միայն պարզապես պետք է ասել, որ չի կարելի մատաղի ոսկորը գցել շանը։ Դրա համար, որովհետև մատաղի վերջ-վերջո մաքրություն է, ազնվություն է եւ չի կարելի այն ինչ որ այսպես ասած աստվածահաճո գործ է նետել շանը։ Դրա համար ժողովրդական սովորություն կա այդ ոսկորները հավաքում են եւ միտեղ թաղում են։ Իրեն շներին կամ կատուներին չեն տալիս։ Դե հիմա թափառական շներ այնքան են, որ դրանք թափառական շներ չպետք է լինեն, ճիշտ չէ այս թափառական շներ ունենալը քաղաքում, որոնք արդեն պատուհաս են դարձել մեր ժողովրդի համար, գիշերը մարդիկ փողոց դուրս չեն գալիս կամ գիշերը քնել չեն կարողանում շների ոռնոցից, այս մասին պետք է իշխանությունները մտածեն, թափառական շների տեղը չէ քաղաքը։ Առաջ եկեղեցուն կից խմբակներ կային, որ գործում էին անվճար, ինչն է պատճառը, որ հիմա դրանք դարձել են վճարովի։ Հիմա էլ չենք կարող ասել, որ դարձել են վճարովի, սիմվոլիկ են այդ գումարները, մեծ գումարներ չեն։ Նախապես ինչպես էր, անվճար էր, այո, մարդը մեկ անգամվա համար վճարում էր 500 դրամ եւ ինչքան ուզենար կարող էր պարապել, բայց որքան ծավալվում է այս գործունեությունը, այնքան ծախսերը մեծանում են։ Կոնկրետ պարային խմբակների կամ սպորտային խմբակների պարագային երեխաները մեծանում են։ Իրենց մեծանում են, իրենց զգեստները փոքրանում են։ Պետք է նոր զգեստ կնես, միշտ նոր կոշիկ, միշտ նոր զգեստ, միշտ նոր կոշիկ։ Եվ երեխաները մեծանում են, հետո փոքրերն են գալիս, նրանց նորից նոր շորեր, նոր զգեստներ եւ այլն։ Այսինքն գործունեության մեծացման հետ ծախսերը մեծանում են։ Եվ քանի որ մենք ի վիճակի չէինք լինի այդ ծախսերը փակել, այդ դրանով պայմանավորված եւ ծնողների հետ նստեցինք, խոսեցինք, միասին եկան, նստեցինք, խոսեցինք եւ ես առաջարկեցի, որ եթե ուզում ենք, որպեսզի այս ծրագիրը շարունակվի, պետք է իրենք իրենց մասնակցությունը բերեն եւ այդ իմաստով այդ որոշմանը հանգեցինք, որ ամսական 500 դրամի ուրեմն այդ մուծումը լինի, որ մեծ բան չէ, ուրիշ տեղեր շատ ավելի բարձր մուծումներ կան, որպեսզի կարողանանք այդ երեխաների համար ծախսել, այսինքն իրենց զգեստ է, կոշիկ է եւ այլն գնել։ Մենք դրանից շահ չենք հետապնդում, շահույթ չենք հետապնդում եւ շահույթ չունենք։ Սա զուտ բարեգործական գործ է եղել այս ամբողջ 4 տարիների ընթացքում։ Դրա վրա ավելացրեք ոչ միայն զգեստների բանը, դրա վրա ավելացրեք ուսուցիչների ծախսը, դրա վրա ավելացրեք էլեկտրաէներգիան, դրա վրա ավելացրեք ջերուցման ծախսը, դրա վրա ավելացրեք հիմա, քանի որ ուրիշ տեղեր ստիպված են դահլիճներ վարձել, դահլիճների վարձը, ուրեմն այս բոլոր ծախսերը, որպեսզի մասամբ, չեմ ասում ամբողջությամբ, մասամբ նաև կարողանան փակել աշակերտների ծնողները, այսինքն մասնակցեն իրենց երեխաների այս դաստիարակության նպատակը այս էր։ Այլապես եթե մենք ունենայինք այդ ամբողջ անսպար հնարավորությունները, ինչին որ երբեմն կարծում են, որ ունենայինք այսպիսի լուծման չէինք հանգի։ Ուրեմն երկու տարբերակի առաջ էինք կանգնած, կամ պիտի փակեինք խումբը, որովհետև հնարավորություն չունեինք այլևս այդպիսի ծախսեր անելու։ Չենք կարող տարին մեկ նոր զգեստներ կարել։ Գիտեք, մի զգեստ կարելը, մի բարի զգեստ կարելը հսկայական ծախս է։ Կամ պիտի փակեինք, կամ պիտի ուրեմն այս
ձևը որտեղ գրեինք, massամբ ուրեմն փակելու համար մեր ծախսերը։ Սրբազան հայր, իսկ քանի խմբակ է աշխատում, գործում։ Խմբակները շատ են, պետք է ասեմ, որ 200 հոգուց ավել մեր առաջնորդարանի խմբակներն են, 200-ից ավել Սուրբ Հակոբի խմբակներն են, եւ դրանք մշտական փոփոխում են, օրինակ համակարգչի խմբակ գալիս են, ավարտում են, գնում են, նորերն են գալիս, այսինքն մշտական 200 հոգի կա, բայց շարժը շատ ավելին է եւ այս անցած 4 տարիների ընթացքում երևի մեր այս բոլոր խմբակներով 1000-1500-ից ավելի մանուկներ, երեխաներ, երիտասարդներ անցել են։ Շնորհակալություն Սրբազան հայր եւ հաղորդման ավարտին խնդրում եմ ասացեք հաջորդ 2 շաբաթներում տեղի ունեցող իրադարձությունների ձեր անելիքների մասին։ Դե հաջորդ շաբաթվա, այսպես ասած, մեծագույն իրադարձությունը, որին հրավիրում ենք բոլորին, սեպտեմբերի 27-ին, ուրեմն Գյումրիի տոնի շրջանակներում Սուրբ Նշան եկեղեցու օծումն է։ Գիտեն բոլորը, գաղտնիք չէ, որ Սուրբ Նշան եկեղեցին անցած այս քանի տարիների ընթացքում կամաց այսօրվա քաղաքապետի Վարդան Ղուկասյանի ջանքերով վերակառուցվեց, այն ժամանակ սկսվեց, երբ որ դեր ինքը քաղաքապետ չէր, այն քաղաքապետ լինելը պայման չէր այդ եկեղեցու վերակառուցմանը, ուրեմն կամաց անցած տարիների ընթացքում վերակառուցվեց իր ջանքերով, իր նվիրատվությամբ, իր օժանդակությամբ, իր ընկերների, այսպես ասած, եւ եղբայրների օժանդակությամբ եւ հիմա արդեն պատրաստ է իր հիմնական ամբողջության մեջ պատրաստ է եւ այդ իր ցանկություններն է որ Գյումրիի տոնի շրջանակներում Սուրբ Նշան եկեղեցու օծումը տեղի ունենա սեպտեմբերի 27-ին ժամը 10-ին անշուշտ սեպտեմբերի 26-ի երեկոյան ժամը 6-ին կսկսենք նավակատիկի արարողությունը տրամփացեք եկեղեցու օրհնություն եկեղեցու ներսի սյուների օծում եւ այլն եւ խորանի օծումը կթողնենք միայն սեպտեմբերի 27-ին եւ սեպտեմբերի 27-ին ուրեմն խորանի հավաքսեղանի օծումը տեղի կունենա բազմաթիվ հյուրեր հրավիրված են արդեն իսկ եւ քաղաքապետարանի կողմից եւ մեր կողմից եւ մենք հավակնում ենք ունենալ մեր ժողովրդի լայնածավալ մասնակցությունը որովհետեւ պետք է ասեմ որ Սուրբ Նշան եկեղեցին Գյումրի քաղաքի ամենահին եկեղեցին է առաջին կառուցված եկեղեցին Սուրբ Նշան եկեղեցին է որից հետո են կառուցվել Սուրբ Յոթվերքը եւ Սուրբ Ամենափրկիչը այսինքն մի տեսակ ամենահին եկեղեցին նվիրագործում է վերանվիրագործվում է դա շատ կարեւոր է եւ այդ իմաստով նաեւ Վեհապար Հայրապետը հրավիրված է Սուրբ Նշան եկեղեցու օծմանը դեռ չգիտենք Վեհապար Հայրապետը կարողանա մասնակցությունը բերել թե ոչ ցանկալի անշուշտ որ բերի բայց եթե չբերի էլ մենք արդեն մի քանի սրբազանների հրավիրել ենք այնպես որ մեր կողմից եկեղեցական մագարտակով շատ գեղեցիկ ճոխ արարողություն կլինի Սուրբ Նշան եկեղեցու վերաբացումը եւ ուրեմն բոլոր մեր սիրելի գյումրեցիներին եւ ոչ գյումրեցիներին հրավիրում ենք սեպտեմբեր 26-ի երեկոյան եւ 27-ի առավոտյան Սուրբ Նշան եկեղեցի Շնորհակալություն Սրբազան հայր Սիրելի հեռուստատեղներ, շնորհակալություն նաև ձեզ ուշադրության համար։ Այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին, կհանդիպենք 2 շաբաթ անց Ցայք հեռուստաընկերության այս անգամ ուղիղ եթերում կգործի բնականաբար հեռախոսակապ։ Մինչ նոր հանդիպում եթերում։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված բավական։